Նոր պայուսակներ Wildberries-ի համար։ Նայր վիդեոն մինչև վերջ եւ կտեսնես արտիկուլը։ Ինչպես արդեն նկատեցիք, պայուսակները iPhone 17 Pro-երի գույներով եւ հիմա շատերը կհարցնեն ինչու հենց այս 3 գույնը։ Ասեմ, որ առաջին մոդելները նմանատիպ ես պատրաստել էի մի քանի ամիս առաջ եւ դրան գրավեցին շատերի ուշադրությունը։ Շատ հաճախ սկսեցին պատվիրել այս մոդելները, մանավանդ նարնջագույն։ Նշեմ, որ այս տարբերակները մի փոքր ավելի լայն են, քան նախորդ մոդելները եւ իրենց մեջ տեղավորում են ամենամեծ iPhone-ը, որը 17 Pro Max-ն է։ Ինչպես նկատեցիք, այստեղ կափարիչը պատրաստել եմ ապակյա քարերի խառնուրդով, որպեսզի մի փոքր ավելի շատ Նշեմ, որ ընդհանուր պատրաստել եմ 6 հատ, քանի որ քանակը շատ խիստ սահմանափակ է, եւ այստեղ յուրաքանչյուր մոդել տարբերվում է մյուսից։ Ամեն գույնից 2 հատ, մեկն արծաթագույն, իսկ մյուսը ոսկեգույն դետալներով։ Չգիտեմ, թե ով որը կհասցնի գնել, բայց ուզում եմ ասել, որ ես այնտեղ մի փոքր ավելի շատ քանակ եմ նշել, քանի որ ունեմ դետալները նորը պատրաստելու համար։ Բայց այս պահին արկային միայն 6։ Քանի որ նման մոդելները շատ հաճախ կրում են թեք տարբերակով, այստեղ ավելացնում եմ մի քիչ երկար ուսից կախելու շղթաներ, ինչպես նաև պատրաստել եմ դրանից ամրեցվող կարճ բռնակը նորից ապակյա քարերի համադրությամբ։ Շատերը հարցնում են, արդյոք նման պայուսակը չի խազի հեռախոսը։ Եկեք ճիշտը խոսենք։ Եթե հեռախոսի հետ նույնիսկ մեկ բանալի դնում ես քո գրպանում, այն արդեն խազվում է։ Բայց եթե հեռախոսը ունի էկրանի պաշտպանիչ շերտ, ինչպես նաև պատյան, միանշանակ չի խազվում։ Մի խոսքով ստացել եմ այսպիսի սիրունություն, որը արժեքով շատ ավելի մատչելի է, քան այլ պայուսակներ։ Իմիջիայլոց Wildberries-ը հենց հիմա իրենց վրա զեղչ է դրել, քանի որ նոր եմ տեղադրել հայտարարությունը, այնպես որ շտապեք ձեր ձեռք բերել։ Առաջին 3 վաճառված պայուսակների հետ կդնեմ փոքրիկ նվեր, ամբողջությամբ շքեղ ապակյա ուլունքներով պատրաստված։ Այս պահին Wildberries-ում կտեղադրեմ այս 3 գույնը, բայց եթե դուք ցանկանում եք այլ գույներով, կարող եք գրել ինձ անձնական նամակ եւ պատվիրել։ Նաեւ դիտարկում եմ մարգարտյա սպիտակ տարբերակը եւս ավելացնել Wildberries-ում։ Այստեղ թողնում եմ արտիկուլը եւ անհամբեր սպասում եմ ձեր կարծիքներին մեկնաբանություններում։